Ողջույն սիրելի հեռուստադիտողներ եւ YouTube-յան ալիքի հիանալի հետևորդներ, եթերում սպիտակն է։ Հա, մենք հասկանում ենք, որ այսօր բոլորը տարված են ֆուտբոլով, YouTube-յան դիտումները, որ նայում ես, սովորական հաղորդումների, բաների, միանգամից զգացում է, էլի, որ ազգը նստածա դիտումների քանակից։ Ամել ամառը, ամառների հետ։ Ամառը միշտ էլ իջնում, անգամ իմ անձնական YouTube-յան բաները։ Բայց ամեն դեպքում դուք ձեր ակտիվությունը մի թույլատրեք։ Իվիճելոս մեզ հենց դրա համարել ամառը տալիս են 2 շաբաթի արձակուրդ։ Հա։ Գիտեն տնօրենները ինչ են անում, էլի։ Գիտես ինչից եմ առաջարկում խոսանք։ Ուզում եմ։ Մեր այս խցանումներից, բայց ոչ թե շահարկեմ կամ շահարկենք կամուրջի վերանորոգումը, կամուրջը պետք է վերանորոգվի, թե չէ մի օր ասեմ հասարակությունն էլ է նորմալ ընկալում։ Հա, բայց երբ որ հասարակությունը պրոբկեքի մեջ է, խցանումների մեջ է, ներողություն, արդեն մոռանում է ինչի համար, ով, Գիտես այդ ինչի նման է, որ գալիս ես տուն լավ էլ գիտես ինչ է եղել, բայց նավսակի մի հատ ներվայնանում ես։ Ես ուրիշ բան ասեմ, Ամերիկա, Եվրոպա, Հոլանդ, եղած տղա ես։ Ես էլ նենց ոչինչ։ Դու տեսել ես այդ երթևեկության մեքենաների մասին է խոսքը, այդ ինքնակազմակերպող տարբերակը, այդ stop sign-ները որ կան։ Չէ, գալիս է մեքենան, կանգնում է, այս մեքենան անցնում է, ինքը մտնում է ինյա կանգնում, ու այդ ստոպի նշանը որ կա, որևիցե մեկը երբևիցե չի խախտում։ Հիմա դու խոսում ես խցանումներից, բայց երևի թե ավելի լավ է խոսենք վարորդական իրավունքից։ Հա, որտեվ այդ խցանումն էլ չի լինի այտենց, որտեվ նայում ես այնպես մի տեղում է խցանում, որ բացարձակ կապ չունի բան կամրջի այդ վերանորոգման հետ։ Քանի որ խոսում ենք ես խնդրանքով դիմեմ էլի։ Դիմի։ Չգիտեմ էլի։ Բայց ինչ որ մեր ՆԳՆ-ն մեր հետ չունի։ Ոչ ՆԳՆ-ն ունի, ոչ քաղաքապը, ոչ մեկ էլ մեր հետ չունեն։ Այդ երկու կառույցը։ Էս էլ ոչ մի բան չեն կարել իրաց, բա որ ինչ որ մի բան էլ անենք։ Ուրեմն հարգելի ասում կարանք սկսենք։ Можем начать։ Все сядут։ Երեք օր ասես փաշին։ Բանա, հարգելի, չգիտեմ, էսի քաղաքապետանին են դիմում, թե ՆԳՆ-ին։ Տեսեք, այս ձորի ճանապարհը որոշակիորեն այլընտրանք է դարձել։ Բնականաբար, բանից Հալաբյանից որ մտնում են ձորով, գալիս դուրս են գալիս։ Այն որ ընդեղ էլ նորոգում սկսել, էդ է ասում։ Բայց պրծնում են ասում։ Ուրեմն առաջի օրն եմ մի ժամուկ ես եղել այդտեղ, բայց երբ որ փակել են, հետո ոնց որ մի քիչ բան է եղել, էլի։ Պատրաստ եմ մի 20 րոպե է տևում, որ այդ խցանման երկարությունը միջև հասնում ես վերևի սվետաֆորին, որ արդեն ձախով մտնես պրոշար։ Մի խնդրանք, առավոտյան ժամերին կա այնտեղ 2 հատ ժամ կա, որ այդքան ուժեղ խցանում է լինում։ Այդ սվետաֆորը 16 վայրկյանը դարձրեք 32 օրինակ։ Որովհետև տեսեք ինչա, երբ որ մտնում ես Պրոշյանը տեղից, այդ ժամին, ցերեկվա ժամին թեկուզ, Պրոշյանը արդեն ազատ է, նենց չի գալու են ու այնտեղ խցանում դառնա։ Նույնն էլ Պրոշյանը արդեն ազատ է լինում, ծննդատան մոտի բանը, լուսացույցն էլ է տենց։ Այսինքն, երբ որ այս առաջի գիծը բացվում է, sense 1 2 3 4 5 6 7 Վերևից իջնողը, մոստի մոտ այն օրը կարմիր լույս եմ մտեղ անցել, խնդրում եմ հատ ճուղար, ես չգիտեի, որ այդ գիծը այդքան վերև է դրած։ Ես գիտեի, դա դες գիծ է մի հատ։ Բայց չգիտեի հոց գիծն է, բայց առաջի չի, եթե քեզից առաջ էլ երկու մեքենա է, դու ընդհանրապես չես ասնում։ Ինքը հոց գիծ չի, նեղ գիծ է։ Իսկ տված կարելի անցնել։ Իսկ տված ներքևում հələ հոց գիծը կա։ Տանք եկա։ Թե չգիտեմ, չէ, շուտ է, ուղարկեք տուգանքը գնել։ Ուղարկեք։ Լավ, ես կվճարեմ։ Տեսա։ Ես էլ վճարը բաց 2.5 բալ էլ անում։ Չէ, ես բալ չեմ տա։ Հա, բայց այդ stop sign-ի մասին, սա stop sign-ը դրա մասին մտածել պետք է։ Ամբողջ աշխարհը այդ մշակույթը ունի։ Հետո մի առաջարկել եղավ, ես հիշում եմ նախընտրական քարոզարշավի ժամանակ, գրեթե բոլոր ուժերն էին սրա մասին խոսում, այս բիտոնները որպեսի հանեն ու կարգավորվող բաներ դնեն, Չինաստանի օրինակն էին նայում, խնդալու է որ Չինաստանի օրինակն ենք նայում, որովհետև մեր փողոցները մի քիչ ուրիշ են, իրանց ուրիշ, բայց այնուամենայնիվ դա լավ բան էր, ուրեմն բիտոններ չէր գնում, ինչ որ պլաստմասից տենց բաներ է, թեթև մեքենան անցնում, ասենք այն ժամերին, որ քաղաք իջնողն է խցանում,
այն մի գիծը տեղափոխում է։ Արագ, սենց իշնում տեղափոխում է։ Էսի գնում է մի գիծ ավելացնում է իշնողին, մի գիծը պակասացնում է հելնողից։ Հետո հակառակ ժամի էլ հակառակն է անում։ Իսկ մնացած ժամանակ նորմալ իրա պահում այս Միասնիկյանն է օրինակ այդպիսի փողոց, Իսակովն է այդպիսի փողոց, չէ՞, ասենք այդպիսի 1-2 փողոց ունենք, շատ չի, ինձ չի ելելու թափվում։ Ասենք Իսակովը երեկոյան գնում են դեպի Էջմիածին, ժողովուրդը գնում են։ Իսկ առավոտը գալիս են։ Գալիս հասնում ես բանի դեսպանատան մոտ, չէ, դեսպանատունն էլ ես անցնում, ես վերևի հաղթանակ կամուրջի լուսամփոփի մոտ, այդտեղից արդեն Պապետամուր հաղթանակի կամուրջը բաց է։ Արդեն բաց է։ Շատ խցանումներ չկա, դե ամառվա շրջանա, պարզա լավ ժամանակ արկածին մեկ էլ մի բան էր, երկուսս էլ վարորդ ենք, այդ բանը միշտ տենում ենք։ Առաջի գիծես կարմիր լույսը, բայց դու կարաս աչ մտնես։ Ինչի չես մտնում։ Ընդհանուր կարմիր լույս է տված։ Բայց տվեք, որ երբ որ այնտեղ մեքենան դեռ չի եկել, այսինքն ստեղ ազատ է, առնվազն 5-6 մեքենա կարա մտնի։ Իսկ ընդեղից եկողը առաջի գից երբեք չի մտնում։ Այսինքն դու որ ստեղից աչ արեցիր, մտար, բախման հնարավորություն չկա, դու էլ զգուշ ես մտնում։ Ինքն էլ զգուշ գալիս, դու էլ զգուշ։ Այսինքն այդ երկու պրիմիտիվ։ Աչերը որ բաց են։ Հա, այդ երկու պրիմիտիվ բանը եւ այդ stop sign-ը ինչ է։ Չէ, բայց գիտես, արի ընդունենք, որ հիմա մենք մեր կարծիքը ասում ենք, դրանք մասնագիտական չեն, բնականաբար եթե բան անեն, հակառակվելու լինեն, կարող է ինստիտուցիոնալ նես բառեր օգտագործեն, ոչ ես հասկանա, ոչ դու տենց էլ չանեն։ Դե տենց բառեր օգտագործում են չանելու համար։ Այդ ովքեր են անում, այն որ իրանց ուղեղը դեռ գոստ է։ Հա, իրանք սովետական գոստ է։ Դուք չեք հասկանում։ Հա, մենք գիտենք մեր գործի բարդությունները։ Այո, այո։ Բայց հանրային պահանջան է, որպեսզի ամեն դեպքում ես վստահ եմ կբերեն մասնագետներ դրսից, կասեն էսի մեր քաղաքը, էս մեր ճանապարհները, ինչքան է ձեր փողը, մի հատ լուսամփոփների մասով գոնե, լուսաֆորների մասով բերենք քրիստոնեական տեսքի, որպես առաջի քրիստոնեություն ընդունած ժողովուրդ, մենք ամեն ինչը կապում ենք դրա հետ, չէ՞։ Բերենք նորմալ տեսքի։ Տիգրան մեծ ու Հա, Տիգրան մեծն է, հետո բանն է, քրիստոնեության ընդունումն է, վերջ։ Ուրիշ ոչ մի բան տեղի չի ունեցել մեր պատմությանը։ Չէ, մի հատ է ցեղասպան, մեկ էլ ցեղասպան։ Մեսրոպ Մաշտոցն էլ գրերով Մեսրոպ Մաշտոց, ուզում ես հարցում կազմակերպենք, իջնենք քաղաք, հենց երիտասարդների մեջ հարցում կազմակերպենք։ Ով է ստեղծել հայոց գրերը։ Կարողա չիմանալ։ Կարողա չէ, ես վստահ եմ 10-ից 5-ը Ես բաներ անելու։ Չէ լավ, մեր երիտասարդությանը թերապ։ Մկրտչյան, ես այնքան եմ սիրում տենց բաներ անել ու արել եմ, շատ եմ արել։ Մի անգամ մի հատ լավ ընկեր ունեի, Ֆրանսիայից եկել էր։ Իմացա։ Չէ, կներես ընդհատում եմ, դե որտեղ դու ավելի շատ ես ընդհատում, բայց մի անգամ էլ ես ընդհատում։ Հա, միտքդ հիշի, Ֆրանսիան ես կհիշացնեմ, ընկերը Ֆրանսիայից։ Այս բանի խոսակցությունը, Ամիրյանի խոսակցությունը։ Հա? Պապ թագավորը ինչի դրեցիք, առաջ Ամիրյան է, լավ մարդիկ նեղվել են։ Մեկն ու մեկը այդ քո ասացի տրամաբանությամբ բացել, ասենք լավ Google-ով, լավ Wikipedia-ով, իմանա մի հատ Արսեն Ամիրյանը ով է։ Իրանց համար դա լավագույն կերպարներից մեկը է։ 26 կոմիսարներից մեկը, որը Հայաստանը բոլշևիկացնելու բաներից մեկն է ու ինքը մեր համար տենց բան է, հա, սրբություն է։ Ուրեմն ես հեղափոխությանը մասնակցում էի նաև այն պատկերացումով, այսինքն ուզում եմ որպեսզի ըմբռնել լինի, ես ինչքան վաղուց եմ կենտրոնացած փողոցների անվան վրա, էլի, որ իմ համար դա դարձել էր քաղաքական լրջագույն պայքարի հիմքերից մեկը։ Իսկ հաղորդմանս ընթացքում ես 5-6 տարեկան, 5-6 տարի ես փողոցները ասում եմ, Ամիրյանը առաջնային, իհարկե ես կողմ էի, որ Վռամշապուհի անվանումը կրեր։ Հա, դե ոչինչ, Վռամշապուհի եղանա, պապն է։ Չի եղանա։ Չէ, ինչի համար, որովհետև մի քիչ տրամաբանական էր բանի հետ, Մաշտոցի հետ, որ խաչվում են։ Թե չէ, Պապտակով կան Խանջյանի փողոցի անունը փոխեն դրա ինչ։ Բայց ինչքան էլ որ ես Խանջյանը դեռ կա։ Չգիտեմ։ Ինչքան էլ որ ես այդ կողմից բան եմ, շատ մտածում, անգամ կանգառները անուններով լինեն,
անգամ այդ անունների մեջ կարող են լինել բակային ընդունված խոսույթի անունները, հա։ Ու ագին բանկը կարգավորվի միջակայքում։ Չարխի բակ, ասենք, հա, այդպես ինքնաթիռի մոտ բան, ասենք։ Ինքնաթիռը շուտալից չկա։ Բասեին, չէ, բասեյնի մի կանգար վերևը։ հա, մի կանգար վերևը։ Լողավազան, հա, թող լինի։ Ու ավտոբուս արդեն ու հեշտ է լինում մարդուն նկարագրես ուր գա։ Պատկերացնում մեկն է, ով Երևանում չի եղել։ Կամ տուրիստ է, կամ մեր մյուս ամենքներից է։ Ասում ես Այս ինչ կանգառն է։ Ինքը եթե պոիսկ տա, ոնց ենք մենք Եվրոպայում երթևեկում։ Մեզ կանգառի անունն են մեծ հաշվով ասում։ Մենք գնում, նստում ենք պոեզը, հետո նստում ենք ավտոբուսը, հետո նստում ենք մոտ, չգիտեմ, ասես մի քանի տրանսպորտ փոխելով գնում, այդտեղ կանգնում ենք, չենք կորում երբեք։ Հասկանում եք։ Այսինքն մենք ստիպում ենք համայնքից եկած մարդուն մեր տեղը հասնելու համար անպայման տաքսիով գա։ Սա ավելի ծախս է։ Հա։ Ու մի հատ էլ ուր հասար որտեղից կողքը ծառ կա բուսակ։ Լսի, ընդհանրապես այդ անվանումները շատ լուրջ թեմա է։ Իհարկե լուրջ թեմա է։ Բայց խոսելով այդ բանից, ես այնուամենայնիվ չեմ զարմանում ու ասեմ ավելին հնարավոր է արդարացնեմ էլ անգամ։ Ոչինչ որ տենց խոսում են։ Իհարկե ես կողմ եմ լավա որ պապ թագավորը ու ես հասկանում եմ պապ թագավորի մեծությունը եւ խորհուրդը։ Այո, ամեն ինչն եմ հասկանում ու ոչ թե հասկանում եմ նենց ոնց որ օրինակ Փաշինյանն է ներկայացրել, ես ինձնով եմ դա հասկանում ու դա շատ լավ է։ Բայց իրանց էլ եմ հասկանում։ Գիտես ինչ, մենք 91 թվականին անկախացել ենք ու ասել ենք, որ մենք սովետական Հայաստանի իրավահաջորդն ենք։ Եվ որևիցե լյուստրացիա չենք իրականացրել։ Հա։ Ինչի համար պիտի օրինակ։ Գերբն ու հիմնը վերցրել են առաջի հանրապետությանը, վատաբանեմ։ Բոլշևիկներին խի պիտի, չէ, վատաբանում եմ, հարց հետի չէ։ Բայց եթե տրամաբանության ու մաքսիմում ազնիվ փորձենք լինենք։ Ես ունեմ իրավունք ոչ թե իրավական տեսանկյունից ընդունված պետական ընդունված ռազմավարություններից ու բանից ելնելով անուն դնեմ խորհրդային միությանը չունեմ դրանով ես կպնում եմ իմ պետությանը ըստ էության որովհետև իմ պետությունը իրավահաջորդն է մենք ոնց ենք Թուրքիայի Հանրապետությանը ցեղասպանության մասին խոսում չէ որ ցեղասպանությունը տեղի ունեցել ոչ թե Թուրքիայի Հանրապետությունում այլ Օսմանյան կայսրությունում բայց այդ մարդացել է իրավահաջորդն եմ Օսմանյան կայսրության չէ Դրա համար ասում ենք Թուրքիայի Հանրապետություն բա որ իրավահաջորդս բայց այս բան է եղել Հա, բայց իրավահաջորդը չի ընդհանրում, որ դու պատասխանատու ես այն հանցագործությունների համար, պատասխանատու ես։ Չէ։ Այո։ Եթե չես ուզում պատասխանատվություն կրես, ուրեմն լյուստրացիա արա իրավաքաղաքական գնահատական։ Ուրեմն պետք է անել։ Թող անենք, ասում ենք արեք բանը քաղաքական գնահատական, մի ամբողջ հեղափոխություն եղավ։ Ասում ենք իրավաքաղաքական գնահատական տվեք, ասում դե հենա տարվում է, Յանի process-ը դրամացնեն։ Այսօր նստում ես մեքենան, գնում ես Նոյեմբերյան։ Արա Նոյեմբերյանս ո՞րն է։ Չգիտեմ։ Ինչա նշանակում։ Նոյեմբերյանը հազիվ փոխենք։ Հազիվ, հա, բայց ինչի Նոյեմբերյանը մինչև հիմա կա։ Կամ չգիտեմ, Կալինինոն կա, չէ։ Մենք Լենինի փողոց ունենք բանում համայնքներում։ Միտեղ էլ արձաններ դրա։ Անդր ֆեդերացիայի փողոց։ Կամ անդր ֆեդերացիան, որը Հայաստանի Հանրապետության ներանից է։ Այն Մուխանաթափի փողոցը անդր ֆեդերացիա էր կարծեմ, եթե հազիվ փոխեցին, բայց վստահ եմ համայնքներում կլինի։ Բայց դա լեզվամտածողություն է ու չի փոխվել հենց դրա համար, որովհետև քիչ-քիչ հետ վերադառնալու բան են ունեցել ռազմավարություն եւ մենք քիչ-քիչ հետ են գնում էլի միութենականություն դեպի, չէ՞։ Մի քիչ անունը փոխված կլիներ, ինչ կլիներ, բայց այդ դրան են գնում։ Այս ընդդիմադիր կուսակցությունները ամբողջ քարոզարշավի ժամանակ ինչի մասն են խոսում։ Դրա մասին։ Դրա մասին են խոսում։ Միասնական ստանում են, որ դրա մասին աշխատեն։ Միասնական պետություն, չգիտեմ ինչ։ Բայց դրա համար չեն արել։ Բայց հիմա դրա դանդաղելու բանը չեմ հասկանում ես։ Ինձ թվում է Չէ՞ որ գիտես, եթե Ինձ թվում է հիմա ռեստարտ առնում այդ թեման։ Չի լինում։ Ես տենց տպավորություն Չի լինում, քիչ է լինում։ Էլի այն մարդիկ են հիմնականում խոսում, ովքեր միշտ խոսել են։ Նոր մարդիկ այդ հանրային պահանջի մեջ չեն ներգրավում։ Հատկապես երիտասարդները չեն ներգրավում։
Չեն ներգրավում, որովհետև երիտասարդներին են զզվացրին այս ամեն ինչով։ Այս կեղտոտություններով։ Որ երիտասարդին չես կարող մեղադրել, ասում եմ, ես չեմ հետաքրքրում քաղաքականությամբ, այդտեղ սաղը դիրք կրվում եք։ Գա մտնեմ, ասենք օրինակ, եկա քաղաքականություն, բան, չգիտեմ, հետո կարիերա գրացեցի, բան, որ ինձ քրֆեն։ Որովհետև այդտեղ են իջացրել, ինչի համար են իջացրել այդ մակարդակի, որովհետև այդտեղ հերոսները իրար։ Այդ երիտասարդները, որ գալու են Նիկոլ Փաշինյանի հրավերով, վաղ թե ուշ գալու են։ Իսկ մամիսների հարցը այն 200 լավագույն բուհերավարտած։ Դա նոր ծրագիր չի։ Հա, չէ, բայց հիմա նոր հրավեր է, նոր ծրագիր չի, այն Արիտունն էր։ Չէ, Արիտունից հետո եղել է էլի։ Հա, բայց հիմա լրիվ ուրիշ բանով է։ Մոտեցումը լրիվ ուրիշ է։ Հիմա այ պետքա նենց անել, որ այդ երիտասարդները որ գան ու սովորած, փորձ առած, փորձառու, այս ամեն ինչին բախվելով նորից Կրչան ջան, Տաթևիկ Ռևազյանը որտեղից էր եկել։ Հա։ Ինչ օրը գցեցին այդ աղջկան։ Հա։ Ինքը հիմա մասնավոր բիզնեսում է Մեկը խուժանը եթե կա, խուժանը կա։ Ցավոք սրտի մեծ թվով, որովհետև մեր անցած անկախությունից հետո հոկտեմբերի 27-ից հետո մինչև 18 թիվը մեր պետությունը եղել է խուժանա պետություն։ Դե, հա։ Հետևաբար հասարակության դասիրակչական ցենզը եւ արդյունքը, ինչը որ այսօր տեսնում ենք, եղել է խուժանությունը, գովերքվելը, որովհետև հենց այդ տարիներին երկրի էլիտան այս երկրից փախավ։ Լսի, մարդիկ մինչև դեռ 98-99 2000-ական թվերը կհանդիպեր մարդկանց, ովքեր որ գլուխ եթե ուզում են գովել, հա, ասենց ժողովրդական բանով ասեմ, ես երկու ինստիտուտ եմ ավարտել, կամ ես այս ինչ ինստիտուտը կարմիր դիպլոմով եմ ավարտել։ Սա բարձրացնում էր նրա դիրքը, անկախ իր խոսելաձևից, վարքագծից, հակաչորից, բարձրացնում էր։ 2000-ականներից մինչև այս վերջերս մի քանի տարի առաջ ինժեներ բալա խոսույթը մտավ էլի նաև։ Չէ, մինչև այդ արդեն ոչ թե դիպլոմ, այլ գժի թուղթներ մոդա։ Հասկանում եք, մարդը գլուխ էր գովում, ախպեր ես գժի թուղթ ունեմ։ Ասում ես ինչու բանակցի, հա ես գժի թուղթ ունեմ ախպեր։ Էսա կտամ սրանք կսպանեմ, սա գժի թուղթ ունեմ։ Գժի թուղթ ունեմ։ Այսինքն դիպլոմը փոխարինվեց համարժեք դարձավ գժի թղթին։ Արժե համակարգը այդտեղ հասավ։ Ես մի քանի անգամ ասել եմ, մի հատ էլ ասեմ, նայեք, մեզ մոտ ով է օրինակ հայկական իրականության մեջ ասա քո իմացած հաջողակ մարդու կերպարների մի քանի անուն դուր։ Հաջողակ մարդկանց անուններ, մինչև հեղափոխությունը։ Հայաստանից դուրս կարամ տամ։ Չէ, Հայաստանում։ Եղել են, չէ, հաջողակ մարդիկ, միլիարդատերեր բան։ Հələ անուններ արի տանք։ Իսկ երիտասարդը ում պիտի նայի, որ ձգտում առաջանա մեջը լինել այդ համեմատականի եզր ունենա։ Հա։ Հասկանում ես, չէ՞, ինչ նկատի ունեմ։ Հիմա արի գնանք օրինակ Միացյալ Նահանգներ։ Ամենահաջողակ մարդու կերպարը Իլոն Մասկն է, գիտնական։ Գիտնական է։ Կրթված տղա։ Ինժեներ բալա։ Գիտնական է։ Այսինքն երիտասարդությանը հասկացնել են տալիս, որ կրթությունով դու կարաս դառնաս հաջողակ մարդ։ Իսկ ստեղծույց ենք մենք արտասահմանում բոլոր կորպորացիաների թոփ մենեջերները, այն ղեկավարող կազմը, սա երիտասարդներ են։ Գնանք Չինաստան, դա։ Նույնը Չինաստանում։ Ճիշտ է, այն ամենավերևում էլի բիծեկն են շարունակում մնալ, բայց ներքևներում այդ արդեն աշխատանքային օղակներում էլի այդ իրանք։ Այդ գիտես չէ, մի քաղաքական գործիչ, մի քաղաքական գործի ասում է բանա։ Կարող է իմանաս, ես ինչ է կատարվում։ Ոսպոր նստի պատմեմ։ Այդ պատմել ես էլ քեզ կարա պատմեմ, դու ինձ ասա ինչ է կատարվում։ Այսինքն քաղաքականությամբ զբաղվելը դեռ չի ժակում իմացության, ասում եմ, ես ինչ շտեմարան լինել, էլի խելքի պուտուկ լինել։ Քաղաքականություն, այդ դրա համար էլ ասում եմ զբաղվել։ Օրինակ, դες մենք աշխատանքի ենք եկել։ Հա։ Ինչ ես անում, աշխատում եմ։ Քաղաքականությամբ զբաղվում են։ Եթե չասենք, չեն աշխատում։ Եթե չասենք բզբզում են։ Չէ՞, որտեվ այսօր կարաս մարդուն աշխատանքի ասես ինչ ես անում, ասում ես ինչ բանը բզբզում եմ։ Դե հիմա գնանք կարճ դատարի։
կառնանք։ Դա արի մի հատ հարցել ես քեզ տամ։ Կներես, հələ միջև հարցը երկու բան արդեն ես քեզ պարտք եմ մնում, ընկերը Ֆրանսիան։ Այդ անցանք, լավ, թեմայի մեջ էր ավելի հետաքրքիր։ Այն վիդեոն դու տեսել ես, նոր էին գցել, այս երկու օրն էին գցել։ Մեկը այն էջ կա, մի արեք այսպես։ Տեսած կնես Facebook-յան էջա, այն հիմնականում խախտումներ, վարորդներ, բաներ, թեմաների մեջ է։ Ուրեմն մեքենան դանդաղ գալիս է, դիմացը այդ բանն է, անցուղին է, զեբրան է, այս զեբրայի վրա մի հատ շուն, կուլտուրական, իդեալական, գալիս է, մեքենաները կանգնած ինքը անցնում է, այս մեքենան շարունակում է 10 մետր ենկում է գնում, մի հատ աղջիկ հայերը գնում էր ավտոյի։ Այդ նույն կադրում դու հասկանում ես ինչ է։ 10 մետր։ 10 մետր ինքը ալարել էր գար այս։ Բայց ասեմ քեզ, տեղեր էլ կա, որ իսկապես սխալ է մի քիչ դրած։ Լավ, դե Նախ մեր այդ բաները, զեբրները շատ մոտիկ են բանին, խաչմերուկին։ Այ դա շատ սխալ է։ Այո, եւ մեր կանգառները նույնպես շատ մոտիկ են խաչմերուկին։ Էլ անցանք նգնեին։ Չէ, լավ, հետ գանք։ Հետ գանք։ Հետ գանք, բանա, ամենա այդ չարչարկվող թեմաներից մեկն էլ Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչումներ, որին որ վարչապետը հստակ գնահատանք, իմիջիայլոց դեռ ինքը այդ գնահատականը չէր տվել, արդեն համացանցում լցրին, տեսեք, մի հատ արձագանք չկա, ես էլ եթեր ունեցա բացատրեցի, որ նորմալ է, որ չկա, ըստիս, ես չէի ուզենա, որ լինի արձագանք բանով, այն որ տիպը շնորհակալություն։ Նախ ես քեզ օրինակ ասեմ, տրամաբանությունը Իսրայելի էս ֆինտի ֆլուշկա, այդպես բառ կար, չէ, որ ինքը արեց, քանի որ Թուրքիայի հետ խնդիրներ ունի հիմա, ուզում եմ մի հատ թեթև կոշտու կտրորի, դրա համար էս ամեն ինչը արվեց, սա քնեսը չի հասնելու այս հարցը։ Կառավարությամբ կանեն, կառավարությունը համաձայնությունը տվեց, հետո երբ որ գնա հասնի, խոսքս հիշի։ Մտավ քնեսետ, այնտեղ բնականաբար մի այսքան հատված կողմ կլինի, բայց մի այսքանը հատված դեմ կլինի։ Ու դրանով հարցը, բայց մինչև այդ իրանք դա կծախեն թուրքերի վրա։ Հիմա մենք ինչի վրա ենք ուրախանում, որ դանում ենք մանրադրամ Իսրայելի ձեռը։ Վարչապետը ասաց դրա մասին, որ մենք չենք զենքայինանա որևիցե նմանատիպ թեմայով, բայց ամեն դեպքում ընդդիմադիր կոչված գործիչներ կային, ովքեր որ դա որակեցին որպես վիլայետացման, թրքականացման քաղաքականություն, չգիտեմ ինչի, պայանի միջև իմիկվանները գիտեին, ինչես մեկն իրաց լեքսիկոն մեջ նախադասության մեջ պիտի թուրք թրքամետ, թրքահպատակ եւ վիլայետ բառերից որևիցե մեկը ամեն նախադասության մեջ լինի, դա պատվիրված է, գումարը տված է։ Գուբերնիան չէ, գուբերնացիոնը չէ, ֆորպոստը չէ։ Դրա փողը հələ չի եկել։ Էդի ծրի են գան։ Ու ինչն էր հետաքրքիր, աշխուժս ընկավ, ես երեք հաղորդման ժամանակ դրա մասին խոսել եմ, բանա, իսրայելական 9-րդ տալիքը անդրադարձել էր դրան, ու բավականին հետաքրքիր, այսինքն իսրայելցին նստած, հեռուստատեսության աշխատողը, դատապարտում է իր բանին, իշխանություններին, որ հիմա են դա բերում, ու Թուրքիայի դեմ կիրառելու համար են բերում, Պաղեստինի թեման շարքելով, հակադրում են Պաղեստինի թեման, ու ներկայացնում է, որ շատ ճիշտ էր վարչապետի ռեակցիան, Իսրայելի հեռուստատեսությունը իսրայելցի, բայց ասենք չգիտեմ, Արա Պապյանի համար ախպեր ջան, դա անընդունելի բան էր մեկը։ Իսրայելցին նորմալ է դա ընկալում, անգամ մեկնաբանում է հեռուստադիտողին, պոդքասթոտ բան է։ Մեր մոտ չէ, մեկա դուք պիտի զենքայինանաք, գործի կայնանաք, դա ավելի երևի հարիր բառը։ Էդ էլ են հիմա շահարկում, որ բառը հայերենում չկա։ Հիմա տենց հայերենից տենց լավ հասկացող մասնագետներ ունենք, տենց բան չկա։ Բայց հայերենի լավ մասնագետներ ջան, այդ բառի անգլերեն տարբերակը մի 15 տարի է առաջացել է բան քաղաքական խոսույթում։ Բա դուք որտեղ եք պահկված եղել, որ այդ քաղաքական խոսույթում շատ կիրառվող անգլերեն բառի հայերեն տարբերակը չունենք հիմա։ Դուք եք, չէ՞, բաները, բանասեր, խոսքով, տեսչություն, վարչություն, լեզվաբան, լեզվագետ, բանասեր, հա։ Բայց այդ բառը դրեիք մեջտեղ։ Վարչապետը
իր պետական գործիչ հալով, չլինելով մասնագետ, հա, ընդ որում շատ բան է կանում։ Հետաքրքիր բառը։ Լավ ճավարտ, Հետաքրքիր մարդը գտել է դրա տվյալ դեպքում կիրառելու հայերեն տարբերակը, չնայած օրինակ Ստեփան Սաֆարյանի առաջարկածը ինձ ավելի հետաքրքիր, որովհետև դες զենքայնացման պարագայում դու մշտապես մի բացասական երանգն ես, էլի, ներկայացնում դրա։ Իսկ գործիքայնացումը երկու կողմով էլ աշխատում է։ Եվ երևի ավելի ճիշտ կլինի գործիքայնացում արձանագրվի։ Հա։ Բայց այս պարագայում կարելի է ասել Ասենք օրինակ, կարող ես քո պատմությունը գործիքայնացնել ինչ որ մեկի հետ, ինչ որ մի բանավեճում։ Իսկ եթե դու քո պատմությունը զենքայնացնել բառը ասես, ոնց որ չի նստում, ճիշտ չի լինում իր մտքի հետ։ Լավ, հետո գիտես ինչ, չգիտեմ, ասենք լեզվի համար, որպես հարստություն, շատ լավ է, թե տերմինների գործածումը։ Ես օրինակ դեմ եմ բոլոր տերմինները հայացնելու։ Բայց լավ է նաև, օրինակ ինչ, ավտոմեքենան անպայման փոխենք, սարքենք ինքնաշարժ։ Չէ, այ բառեր կան։ Գիտես, այդտեղ հետաքրքիր խոսակցության թեմա ես բացում ու վստահաբար ախրելի չես թողնելու ամբողջ ասեմ։ Նայ։ Ասա։ Ուրեմն ամեն Անգերը Ֆրանսիայից թո չնեղանա։ Հա, հեսա Ֆրանսիայից էլ մի երկու բառ կասեմ։ Նայ, ասենք օրինակ Ֆրանսիայում զարգացումները, տեխնիկական զարգացումները 20-րդ դարի այդ պայթյունը, որ տեղի ունեցավ ամենուր եւ այլն, ավելի շատ բանը օթաչուների, օթանավերի, օթակայանների այդ ուղղությամբ էր, չէ՞։ Դրա համար միջազգային նու բառեր կան, օրինակ շասե, բան, այսինքն սա ֆրանսերենից մտան բոլորի խոսակցական դաշտ, այսինքն աշխարհի մարդկության խոսակցական դաշտ, որը անգամ տես գրում են, ամեն մեկը իր տառատեսակով, բայց գրում է տենց։ Բորդ, չգիտեմ ինչ։ Գերմանիան մեքենաների արտադրությամբ առաջ ընկավ։ Դրա համար մեքենաների բաները, զապչաստները ավելի շատ գերմաներենով են։ Բոլտից սկսած, չգիտեմ ինչից ու այդ գերմաներենն է մտել, թե ռուսերեն լեզու, թե թուրքերեն լեզու, թե ֆրանսերեն լեզու, թե հայերեն լեզու, հասկանում ես։ Այս օրինակ առաջարկ ունե։ Քո էլի մտքի շարունակություն։ Թարգմանեք բորտը։ Դե թարգմանեք բորտը։ Բայց պետք է, չէ, ասում ես համար առաջին բորտը։ Ուզում եմ ասեմ, լեզուների մեջ, որ երկրները, որ աշխարհում ինչ որ ուղղությամբ դոմինանտ են եղել, բնական է այդ բառերը մտել են դրանից օգտվող, այդ ապրանքատեսակից օգտվող մնացած մարդկության մեջ, ասենք աֆրիկյան ցեղերի մոտ այդ բորդ բառն էլ չկա բնականաբար։ Ընդ որում մեր թեյը նույն չէ։ Իսկ հայերեն լեզուն մի ժամանակ նույնպես եղել է դոմինանտ։ Ցավոք սրտի մենք մի 1000 տարի է նոր բառ չենք արտահանել աշխարհի համար։ Որովհետև մենք բնական զարգացման մեր էվոլյուցիա շրջանը կանգնել է կայսրությունների բախման կետը։ Հեսա կսկսենք արտահանել։ Մենք վերջին մի հատիկ բառը, որ հիմա շատ տարածված է օրինակ Ռուսաստանում, ընդ որում երբեմն բացասական իմաստով օգտագործում է դի խաչ բառն է, որով բնութագրում են բոլոր կովկասցիներին։ Այսինքն մուսուլմաններն են։ Բայց դու զգում ես, չէ՞, ինչ վիրավորական բան է մահմեդականի համար խաչ ասել է իրան։ Մենք մեր անկախությունից հետո զարգացում որպես այդպեսին մենք հենվել ենք ավելի շատ եկեղեցու այն էլ պսևդո ձևով շատ դեպքերում եկեղեցու վրա, քան պետականության վրա։ Հա։ Այդ դրա համար էլ մեր խոսույթից խաչն է տեղ հասել։ Հա։ Հասկանում ես։ Հիմա մեր մոտ ինչը որ կզարգանա, փառք Աստծո, հիմա տեխնոլոգիական ոնց որ թե ես մեկը բումերի եմ սպասում։ Վստահ եմ, որ բառեր կլինեն, որոնք որ ի սկզբանե լինելով հայերեն, իրանք կտենց կտարածեն իրանց բանը ու կհայտնվեն ուրիշ լեզուներում, որովհետև ժամանակակից լեզուները այդպես են փոխարինում։ Ես քեզ օրինակ կարամ բերեմ։ Հիմա բառը մենք որ օգտագործում ենք, դու գիտես, որ ճապոնացիների մոտ դե բնականաբար մենք այդ հիերոգլիֆներից բան չենք հասկանում, բայց երբ որ տալիս ես բանով Google թարգմանիչով, որ
ձայնային ձևով արտասանում է հիմա։ Հա։ Հա։ Ստերից ճապոնիա բռնել Սերուս են։ ճապոնիա, որ ասում ես խաչ, մի հատ էլ հիմա։ Հիմա դու պատկերացրու, դա ոնց է տեղ ասել, ըստ իս։ Հայ առևտրականները գնացել են, ապրանքը դրել են, ասելա ճապոնացի դու հայ ասելա հիմա ու Հենց հիմա է պետք։ հենց հիմա է պետք է։ Դե վաճառականների դերն ու նշանակությունը առհասարակ Այն աշխարհի տարիների։ հիմա էլ ավելի ժամանակակից ձևով, հա։ Տեսար ինչքան ասեց։ Հա, բայց այն ժամանակները իրանք թիվ մեկ դիվանագետների տենց արքայական տուն, չգիտեմ բան չի եղել, որտեղ որ իրանք հատուկ ընդունելությունների չարժանանային։ Որովհետև իրանք էին անգամ փոխանցում կարևորագույն զգացմունքները այն մի երկրից այն մի երկիր խոսույթը, ինչ որտեղ նաև այս ինչ թակավորի հետ ունեցած խոսակցությունից ինչ որ մի բան ընդեղ Ռուսական ցարերի ամենաթանկ իրը, եթե տենց կարելի ասել, որ Գանձարանը նկատի ունեմ, գիտես որն է, ամենաթանկ իր արժեքով հայ առևտրականների նվերը ռուս ցարի թագը չէ, գահը փղի ոսկորից ամբողջությամբ մի ամեսես կրեսլո լավ սենց ասեմ գահը փղի ոսկորից ամբողջությամբ ոսկու թերթիկներով ոսկե պատված ու վրան կպցրած ադամանդներ, սաֆիրներ ու սենց մաներ չէ մոտ 900 ադամանդ է սաղ իմացածը գահի մասին է եղել պատկերացնում ես 900 ադամանդ, չգիտեմ քանի հազար շափյուղա եւ այլն այսինքն դրա արժեքը այսօր որոշել հնարավոր չի ու իմ լուսահոգի պապը մի բան էր ասում էր ինքը շատ էր այդ պատմությունով հետաքրքրում ասում էր պատկերացնում ես եթե մեր այդ հայ առևտրականները այն փողը որ դրել էին ցարի նվեր տանելու համար ընդ որում Հնդկաստանի հայ առևտրականները այդ փողով կարային մի ամբողջ Նոր Զելանդիա առնեին ու աշխարհասփյուր հային տեղափոխեին այնտեղ մենք կարանք մեզ պահենք շատ վատ բանի նման են վատ բնավորություն դրսևորենք ասենք ոչ խռովել են կա չէ՞ դες մարդիկ որ խռովում են իրաց փոշմանել են իրանք ո՞նց են երկում отдавай-ка землицу алясочку это Գազմանովն է մենք ասում վերադարձեք մեր գահը բայց նայ ստեղ մի հատ հետաքրքիր նյուանս էլ կա այսինքն դեռ այն ժամանակ աշխարհում սփյուռքա հայությունը ծառայեցվում էր Ռուսաստանի շահերին ասենք եգիպտացի վաճառականը եգիպտահայ վաճառականը իր նվերը պիտի շատ տա Եգիպտոսի կամ լավ հարակից ինչ որ գերեզ Ֆրանսիա եղեք Ալժիր լավը քեզ ավելի վատ բան ասեմ մեր համար վատ բան այդ նույն հայ առևտրականները եթե այդ գահը նվիրեին Բրիտանիայի թագավորին հաստատ դրա հաստատ նավերը կբարձրանային մեր լեռները հաստատ կբարձրանային այն ժամանակից սկսած մենք Իսրայել օրի եւ այլն մենք միշտ սխալ ենք սխալ քաղաքականություն ենք մեր հույսը ինչ են կապել այս վերջերս այնքան հակասական բաներ եմ լսում իմ համար արդեն հետաքրքիր է դառնում իսկ նոր մեր պատմաբանները կարծես թե չեն ուզում թարմացնել գոնե առնվազն այն պատմագեղարվեստական գրքերը, որոնք եղել են տարածած սովետական միության ժամանակ, հա? Այսինքն մենք եթե ուզում ենք օգտվել պատմագեղարվեստական ժանրից, ինչը շատ կարևոր հետաքրքիր ժանր է, ինքը գրավիչ ժանր է, չոր պատմությունը ուրիշ է, գեղարվեստական մասը ավելացնելը դառնում է հարապանչելի Այսքան ինչ գիտական գործ Հիմի Դավիթ Բեկ Մխիթար Սպարապետ Սերո Խանզյացյանը գրել է հետաքրքիր գիրք է ես մի շնչով եմ կարդացել որպես վեբ հետո իմացել եմ որ Սերո Խանզյացյանը մի քիչ բան այս պատմության մեջ էլ ոնց որ Ահագեն բան մի քիչ բան հա հիմա բայց ես սիրել եմ այդ վեպը ու իմ իմացությունը օրինակ Մխիթար իմ ասելով միջին վիճակագրական մարդու մասին եմ խոսում հենց իմ չէ իմացությունը Մխիթար Սպարապի եւ Դավիթ Բեկի մասին
լավագույն դեպքում սահմանափակվում է այն գրքով, որտեղ մի քիչ բան է բան։ Որ դրա համար մենք անընդհատ ասում ենք, բա մենք, բա դու գիտես։ Գոնե կարևոր բան է, չէ՞։ Ես հիմա ուզում եմ իմ երեխային առաջին հերթին ծնող երեխուն խորհուրդ տալիս օգտվել նայած, ինչից որ ինքը օգտվել է եւ դա փորձված է։ Հա։ Ճիշտ է։ Նոր բաներ երեխեն բայց որքանով է ինքը ճշգրիտ։ Հա, հիմա ես չեմ կարող իմ երեխին ասեմ, նստի այդ գիրքը կարդա։ Չնայած որ ինձ շատ դուր է եկել։ Բայց ես վախենում եմ, որ ինքն էլ ինձ նման հետագայում, ես չեմ ասում հենց մխիթար սպաբեդալ, բոլոր այդ գրքերը, հա, ինքն էլ ինձ նման հետագայում կունենա այլ կարծիք ու տպավորություն պետականության մասին, պետության քաղաքացու մասին, մեր իրական պահանջների մասին, ուղարկվածների ու չուղարկվածների մասին, այսինքն ուշ կհասկանա ու մի ամբողջ բարդ բան բաժին։ Բաղաբերդը կարդացել ես։ Բաղաբերդը չէ։ Սենց մի հատ թմբլի գիրք է, շատ հետաքրքիր, էլի մի շնչով կարդաց, որ կարդում ես, ասում ես, ես ինչ ուժեղ ենք եղել, բան էլի։ Այսինքն այդ ժամանակաշրջանը, որ Պարսից հերթական բանակը արշավում է դեպի Սյունիք, Անդոք Սյունեցի իշխանի մասին, հա, Անդոք Սյունեցի իշխանը ամբողջ այդ Սյունիքի մարզը ավերում է, որ Պարսից բանակը, ես գիտեմ ինքը ինչքանով է ճիշտ հասկանում ես, Պարսից բանակը ոչ ջուր գտնի, ոչ խոտ լնի, ոչ ուտելու բան լնի, հետո վերջում դրանց հաղթում է, ջախջախում է, ինչ անում, հիմա չեմ էլ այդքան լավ հիշում, բայց մի բան եմ հիշում, ինքը գրավում է, գնում է Տիզբոնը գրավում է ու գրավում է Պարսից շահի ամբողջ գանձարանը։ Դե հիմա հարգելի պատմաբանները, ասեք էդի ճիշտ է թե չէ։ Բայց այդ գանձարանը հետո ինչ է լինում։ Այդի բան ջան, Մկրտչյան ջան, դա հենց լյուստրացիան է։ Երբ որ ասում ենք հաղորդման սկզբում խոսեցինք դա հենց որ ասում ենք իրավաքաղաքական գնահատական պիտի տրվի ու լյուստրացիա արվի, այդ լյուստրացիան ոչ միայն հանցագործներին ու թալանչիներին բաներ ջրերես հանելու համար կամ գրանցված FSB-ի ու չգիտեմ ինչ գործակալներին, ոչ միայն նրանց, իսկ այդ գործակալները կան նաև մշակույթում եւ ամենուր տաքսու վարորդներից սկսած, բայց այլ նաև հենց այդ ուղղությամբ նույնպես բացելու մասին է։ Բայց դրա համար է մեզ այսինքն ռազմավարություն, եթե դու ուզում ես ընտրես, դու պիտի նախ ասես դու ով ես։ Դրա համար է Զախարովան մեր երեսա տալիս է, ասես շփրտում է մեր երեսին, ասում է, գիտեք ինչ Գրիբայեդովը ձեզ փրկեց։ Բայց հարց, Գրիբայեդովը փրկել է, այսինքն Պարսկաստանում ապրող հայերը, ընդ որում ըստ պահանջի ապրող հայերը, անգամ իրանցից սերունդներ կան մինչև հիմա դեռ այնտեղ Իրանում, հա, եկել են փոխադարձ պայմանավորվածությամբ հայերին, այս անգամ էլ հետ են բերել, այն բանը Շահաբասը քշե տարել է Իրան, իրանք էլ հետ են բերել այդ հայերին, որովհետև այստեղ մարդկային ռեսուրս էր պետք, ընդ որում հայերի մի ահագին մասին տեղափոխել են Ռուսաստան, Այնտեղ են Դոնի Ռոստովան, Նոր Նախիջևան, այսինքն Զախարովան ըստ էության ասում է նայեք, Իրանում դուք պիտի ցեղասպանվեիք, հա, ձեզ բնաջնջում էր սպասվում, Իրանում ձեզ բնաջնջում էր սպասվում, Գրիբայեդովը ձեզ փրկեց, բայց Իրանում բնաջնջում եթե սպասվում էր, պիտի բերի դրա կամ առնվազն դեպի դա տանող տվյալ ժամանակների բաները։ Իսկ Այս ամեն ինչը նրանից է, որ այո, մեր սերնդի, մեզնից մի քիչ մեծ սերնդի իմացությունը մեր պատմության վերաբերյալ բավականին խեղաթյուրված է ու գրված է դրսում կայսրությունների գրած պատմությունն է։ Երիտասարդների մոտ բարդ է, որովհետև ժամանակակից պատմաբանները երևի դեռ փորձ չունեն, որովհետև կարող է լավ ձեռագիր ունենան, լավ գիտելիք ունենան, բայց գրելու փորձն էլ ու սենց մի շատ վատ խաչմերուկի վրա ենք կանգնած, բարդ խաչմերուկի, որը կանցնենք։ Մենք անգամ առաջին Եթե տասկում իմիջալոց մարդիկ կլինեն վթարիկը ենթարկվեն, բայց պիտի անցնենք։ Պիտի անցնենք, անգամ առաջին հանրապետության պատմությունը դեռ հստակ չի, որքանով է ինքը ստույգ։ Ինչ բաներ կա, որի մասին մենք չգիտենք։ Ինչի համար հստակ չի։ Կարող է հստակ լինի, պարզվի դաշնակցության կուսակցությունը պիտի փակել вообще։
հետախուզում հայտարարել բոլորի նկատմամբ։ Ընդհանուր ինչ է։ Կարող է։ Հա։ Ես այնտեղ մի դեպք Կամ կարող է պարզվի բոլշևիկներին պետք է հետախուզել։ Ինչ ասես, կարող է լինել։ մենք Սարդարաբադում հաղթանակ ենք։ Բայց այկերերս այ դրա համար էլ Փաշինյանը Շվեյցարիայում է որ ասում պիտի դեռ իմանանք ինչ ա եղել, ոնց ա եղել։ Նու, այդ ինչ ա եղելը, այն չէ, էլի տեսնենք եղել է, ցեղասպանություն։ Դա խոսակցականն է։ Որ տենում ենք ասում ենք ինչ ես, ոնց չես, չէ՞։ Չէ, ոչ չենք ասում, իսկ դու ոնց չես։ Ոնց ես ոչ կամ ինչ կա չկա։ Հա, ինչ կա չկա։ Նույնը է դա, ինչա ոնց է, այս խոսակցականով ասեց, տեսանք սվիններով ոնց դուրս եկան։ Այն մարդիկ, ովքեր շահագրգռված են, որ դա չբացվի։ Իսկ այդ մարդիկ նեո բոլշևիկներն են։ Դաշնակցական դրոշով։ Իսկ դա միևնա լինելու է, այլապես կստացվի դե չի լինի։ Չէ, նայ, այլապես կստացվի, որ մշակութաբանական ցեղասպանությունը շարունակվում է, ուղղակի արդեն թաքնված ձևով։ Հա։ Իսկ դա պետքա թույլ չտալ։ Դե թույլ չտանք եւ հրաժեշտ տանք։ Հրաժեշտ տանք ու նման թեմաների կանդրադառնանք դեռևս, շնորհակալություն եթերը դիտելու, հնարավորության դեպքում տարածելու համար նույնպես շատ շնորհակալ։ Եվ ձեր լայքերի։ Շնորհակալություն, ստեսին։